նոր տարվա գիշերից լինելով 0 սենց է ձևավորվում։ Այսինքն մեր բոլորի կենսագործունեության արդյունքում, մեր բոլորի աշխատանքի արդյունքում։ Եվ հետևաբար շատ է բյուջեն, թե քիչ, ըստ էության արտահայտում է այն, թե մենք ինչպես ինչ արդյունավետությամբ եւ ինչքան ենք աշխատել, բոլորով, բացարձակապես բոլորով, կառավարություն, քաղաքացիներ, խորհրդան, բոլորով, պետական բյուջեն մեր համատեղ աշխատանքի արդյունավետության արգասիքը եւ արդյունքն է։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, բայց պետական բյուջեով այդ թվում ապահովում են բոլորի կարիքները, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների բազմաթիվ կարիքներ ապահովում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ընդ որում, ես էլի ուզում եմ վերադառնալ իմ այն պնդմանը, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, որևէ ընտանիք ինքը իր բարեկեցության համար ավելի մեծ ծախս չի անում, քան դա անում է պետական բյուջեն։ Եվ ընդհանրապես, եթե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ համայնքային բյուջեները պատշաճ եկամտային եւ ծախսային հոդվածներ չունենան, Հայաստանի Հանրապետության, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու բարեկեցությունը հնարավոր չի, անհնար է, բացի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքային բյուջեի բացակայության կամ պատշաճ եկամտային եւ ծախսային հոդվածներ չունենալու դեպքում որևէ քաղաքացու բարեկեցությունը ուղղակի անհնար է։ Ես ուզում եմ դրա համար բերել իմ սիրած մի օրինակ։ Ասենք մարդ կարող է ասի, բայց ինչ կապ ունի ինձ հետ պետական իմ բարեկեցության հետ, ինչ կապ ունի պետական բյուջեի ծախսային հոդվածը։ Ես շատ փող ունեմ, ինձ համար դղյակ եմ կառուցում, աննկարագրելի դղյակ եմ կառուցում, հրաշք։ Հիմա կարող է լինել այսպիսի դեպք, այո, կարող է լինել, բայց կարող է կառուցել այդ քաղաքացին։ Կարող է կառուցել, տեսականորեն կարող է կառուցել, բայց քաղաքացին կարա այդ հազար ներողություն այդ կոմունալ մանրամասների համար, այդ դղյակը կառուցած քաղաքացին կարա այդ դղյակում բարեկեցիկ ապրի։ Բացառվում կարա բարեկեցիկ ապրի, եթե չլինի կոյուղի օրինակ։ Բացառված է։ Ոնց կարա դղյակ, որը չունի կոյուղի, կարա բարեկեցիկ լինի, բացառված է։ Եթե այդ դղյակը չունենա ջրամատակարարում, կարա այդ դղյակում մարդը բարեկեցիկ ապրի, բացառված է։ Եթե չունենա էլեկտրականություն, կարող է քաղաքացին այդտեղ ապրի բարեկեցիկ։ Դե տեսա թվասերին էլ կան, չի կարող։ Հիմա եթե ենթադրենք, որ մարդ ենքան բարեկեցիկ է, որ իր համար կոյուղի էլ է կառուցում, բան էլ է կառուցում, ջրամատակարարում էլ ավտոնոմ, էլեկտրականություն էլ ապահովում ինքը իր համար, շատ լավ, եթե ճանապարհներ գոյություն չունենային, այդ մարդը չէր կարող իր դղյակը կառուցել։ Շատ լավ, ենթադրենք, եթե քարավաններով էր ուզում բերի շինանյութը, այդ բարեկեցիկ մարդը, եթե երկրում իրավակարգ չլինի, այդ քարավանները 5 րոպեում հենց կթալանեն, որ մեծ տորը կմնա ուխտի ականջը քարավան, եթե իհարկե քարավանը ուխտից է, եթե ձիերից եւ ջորիներից է, կմնա ձիերի եւ ջորիների ականջը մեծ կտորը։ Ուրիշ բան, այդ քաղաքացին կարող է ապրել բարեկեցիկ, եթե իր դղյակին հասանելի տրամաբանական մոտակայքում առողջապահական ծառայություն չլինի, որ այդ քաղաքացին իր չնաշխարհիկ դղյակը կառուցելիս կամ զբոսնելիս ընկավ ոտը ջարդեց,
103 զանգելու է, թե չի զանգելու։ Իսկ եթե պարզվի, որ հեռախոս չկա, որ զանգելու է, իսկ եթե պարզվի, որ 103 ավտոմեքենա չունի, իսկ եթե պարզվի, որ 103-ում աշխատող բժիշկ չկա, իսկ եթե պարզվի, որ 103-ում չկան անհրաժեշտ սարքեր եւ սարքավորումներ, հաջորդ է դղյակում կարող է մարդը բարեկեցիկ ապրել, եթե հասանելի հեռավորության վրա չլինի դպրոց, օրինակ։ Ինքը կարող է իր երեխաների համար լուսնից դասախոսներ բերել, բայց բժիշկը, որ պետքա գա իր ոտը բուժելու, ինքը որտեղ պիտի սովորեր։ Մինչև բժշկական համալսարան։ Հարգելի գործընկերներ, սա ցույց եմ ասում եմ, որովհետև ես հիշում եմ նախորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ ես այս արտահայտությունը արեցի, ինչ որ տեղ իմպրովիզով արեցի այդ նախադասությունը, ես էլ ասեցի ու մի պա կանգ առա, եւ այս մի տարվա ընթացքում այդ մտածումներն ու քննարկումները այնքան են ամրապնդել այս թեզը, որ այս թեզը կասկածի տակ չի։ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու, հիմա երկրորդ հայտարարությունն եմ արում, որը էլի եմ թերևս արել, որևէ քաղաքացու բարեկեցությունը կախված է առաջին հերթին ոչ թե նրանից, թե ինչքան է ինքը իր բարեկեցության համար ծախսում, այլ առաջին հերթին կախված է նրանից, թե ինչքան է պետական եւ համայնքային բյուջեն իր բարեկեցության վրա ծախսում։ Դղյակի օրինակով ես ցույց տվի, մարդը ինքը իր բարեկեցության վրա միլիոն էլ ծախսի, եթե պետական եւ համայնքային բյուջեն չի ծախսում, եւ պետական եւ համայնքային բյուջեն ծախսում է միշտ ավելի շատ, որովհետեւ այն ինչով կարելի է մի հատ դղյակ կառուցել, դրանով հնարավոր է կառուցել օրինակ 1 կիլոմետր ճանապարհ ընդամենը, կամ չգիտեմ, գների հաշվարկի մեջ կարող եմ մի քիչ խառնեմ, թող լինի 2, թող լինի 3։ Եվ սա ես ինչի համար եմ ասում, որ ի վերջո մեր պետության երկարատև զարգացման եւ մեր երկրի անվտանգության բարեկեցության համար չափազանց կարեւոր է, որ բյուջեի ընկալումը փոխվի։ Առաջինը, որ բյուջեն ձևավորվում է մեր բոլորի կատարած աշխատանքի արդյունքում, եւ երկրորդը, որ պետական բյուջեն է, որ ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ այլն եւ այլն։